Մարիա հեռուստասերիալում Մարիան տուն է վերադառնում հոգեպես ջախջախված։ Ռաֆի կատարած հանցագործությունը խորը հետք է թողել նրա հոգում։ Նրա աչքերում կորցրած սրտի, նվաստացման ու անսահման ցավի արտացոլանքն է։ Հաջորդ օրը նա հանդիպում է Ռուբենին, ով միանգամից նկատում է, ինչ-որ բան այն չէ, բայց Մարիան լուռ է, անխոս։ Նրա ցավը անհնար է բացատրել բառերով։ Երբ Ռուբենը առաջարկում է կազմակերպել Դավիթի ու Մարիայի գաղտնի հանդիպումը բանտում, Մարիան փոխարեն ուրախանալու կտրականապես հրաժարվում է, քանի որ նույնիսկ Դավիթը նրա փրկությունը չէ այս պահին։ Ռուբենն էլ ստիպված գնում է ու Դավիթին ասում այդ մասին։ Դավիթը զարմանում է, որ Մարիան չի ցանկանում իրեն տեսնել ու իր հետ հանդիպել, սակայն Ռուբենին ասում է, որ միգուցե ընդհանրապես պետք չէր ամուսնանալ ու ավելի բարդացնել վիճակը։ Դավիթը տեսնում է Մարիայի տանջանքները եւ Ռուբենին ասում է, որ սխալ էր իրենց միությունը, որ պետք է կայացվեր դատավճիռը եւ դրանից հետո միայն ինքն ու Մարիան մշակեին իրենց հետագա պլանները։ Ինչևէ, քիչ անց Մարիան որոշում է հանդիպել Սոֆիային։ Նրան պետք են պատասխաններ, ինչու Սոֆիան զանգեց իրեն։ Ինչու հանդիպմանը չներկայացավ, այլ եկավ Ռաֆը։ Մարիան պնդում է, Սոֆիան իր ամենավատ թշնամուն պահում է կողքին եւ կուրորեն հավատում մարդու, ով քանդում է նրա կյանքը։ Սակայն Սոֆիան ոչինչ չի հասկանում, նա չի կարող պատկերացնել, թե ինչ է պատահել։ Մարիան լռում է, նա կարող էր ասել, կարող էր բացել Սոֆիայի աչքերը, բայց չի ասում։ Գուցե ամոթից, գուցե վախից, գուցե անզորությունից, բայց լռում է։ Սոֆիան շփոթված հանդիպում է Ռաֆին, հարցնում է, թե ինչու էր Մարիան իրեն մեղադրում։ Ռաֆը խաղում է իր ամենասիրած խաղը՝ ստի խաղը։ Նա մոլորեցնում է Սոֆիային նույն հաջողությամբ, ինչպես արել էր արդեն բազմիցս։ Սոֆիան էլ շարունակում է հավատալ նրան, չգիտակցելով, որ հենց Ռաֆն է կործանում իր կյանքը ու հենց Ռաֆն է իր բոլոր դժբախտությունների մեղավորը։ Իսկ Մարիան գնում է մի վայր, որտեղ կարող է քիչ թե շատ հանգստություն գտնել՝ Օֆայի տուն, բայց Օֆան միանգամից նկատում է Մարիայի մարմինը դողում է, աչքերը լացակումած, լռությունն էլ ահավոր։ Նա զգում է ճշմարտության ծանրությունը։ Մարիան ուզում է թաքցնել ամեն ինչ, բայց Օֆան իր խոսքն ասում է. «Մինչև չպատմես ամբողջ ճշմարտությունը, դու այս տնից դուրս չես գա»։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Մարիան, արդյոք կպատմի, եւ եթե պատմի, հետո ինչպես կվարվի Օֆան, արդյոք Ռուբենին կամ որևէ մեկին կասի այդ մասին, թե գաղտնի կպահի, գրեք մեկնաբանություն։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Ունեն ասելի հո անտեր չես։ Դենք ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկերն է։ Եվ ով է այդ ընկերը։ Օй, դաշը բարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորից համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մի խոսքով։ Ռեյսեր։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդ նման։ Չէ՞ սուր։ Նեժնին են ստես սպասում եւ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было.
Բա, այսպես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամի, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Har Krishnային։ Krishnային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10-ա, ես դեռ ուր եմ։ TV-ում եմ։ Դեռ նկարահանման եմ, ես բայրությամբ պետք է ասցեն, նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից եմ, վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգի ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա արված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ է մի 4 մեշակ փողա պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվի։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ չկանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսենց պիտի նկարվեմ առանց իս Մի պիջակի։ բացի շորերը։ Այդ ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կյանք կարող է Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հեռուստասերիալի։ Ես ու Թամարիկը սենց բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հեռուստադիտողներ։